Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսօր շատ կարևոր ու մի հարցի շուրջ ենք ուզում խոսել Ղարաբաղի տեղահանված անձանց ներգրավումը աշխատաշուկայում եւ առհասարակ պետության դերի մասին այս գործընթացում, որն իրականացվում է հենց զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում։ Պետությունը այս հարցը դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն եւ այս համատեքստում իրականացնում է տվյալ պահին գործող երկու զբաղվածության պետական ծրագրեր կան։ Առաջնային 2023 թվականից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձի ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրն է։ Այս ծրագրի հիմնական նպատակը աջակցելն է տեղահանված անձանց ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտությունների ձեռքբերման համար, կարողություններ եւ աշխատանքային փորձ փոխանցելով, ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը։ Ծրագրի համար կարող են դիմել կառավարության համապատասխան որոշման պահանջներին համապատասխան բոլոր այն անձիկ, ովքեր բավարարում են պահանջները։ Ծրագիրը եռաբաղադրիչ է։ Առաջինը դա մասնագիտական ուսուցումն է, երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային փորձի ձեռքբերմանը, իսկ երրորդ բաղադրիչը համադրում է այս երկու ուղղությունները՝ նախ ուսուցում, ապա աշխատանքային փորձ եւ աշխատանքի տեղավորում, ապահովելով առավել ամբողջական եւ կայուն արդյունք։ Տվյալ ծրագրի շրջանակներում վիճակագրական տվյալներ առկա են եւ պետք է նշեմ, որ ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից եւ գործում է մինչ այսօր եւ արդեն խոսուն են նաեւ թվերը կներեք մինչեւ 2026 թվականի ապրիլի 23-ը իրականացվել է ընդհանուր առմամբ 2901 ծրագիր սույն ծրագրի շրջանակներում, իսկ դրանից ճնշող մեծամասնությունը 2068-ը վերաբերվում է աշխատանքային փորձի ձեռքբերմանը, ինչը վկայում է, որ առաջնահերթությունը տրվել է արագ աշխատանքի ինտեգրմանը։ Ըստ վիճակագրական տվյալների, մյուս ծրագիրը, որ ցանկանում եմ ներկայացնել գործող ծրագրերի շրջանակներում, տարբերվում է այս նախորդ ծրագրից, քանի որ այն ավելի այլ նպատակ է հետապնդում։ Այս ծրագիրը կարևոր շարունակականություն է նաև տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականության նպատակով։ Եթե նախորդ նախաձեռնությունը հիմնականում ուղղված էին աշխատանքի տեղավորմանը, ապա այս ծրագիրը մեկ այլ առաջ գնալու նպատակ է հետապնդում, խթանելով ձեռնարկատիրությունը եւ տնտեսական ինքնուրույնությունը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի մասին է։ Ծրագրի նպատակը ոչ միայն աջակցություն տրամադրելն է, այլև ձևավորել կայուն եկամուտ, ստեղծելու կարողություն, հնարավորություն տալով շահառուներին ստեղծել սեփական բիզնեսը եւ զարգացնել այն։ Տվյալ պարագայում հնարավորություն է ընձեռվում նաեւ անձանց այս ծրագրի շրջանակում, որպեսզի կարողանան արդեն իսկ աշխատանք փնտրողից վերածվել ավելի գործատուի եւ իրենք են ստեղծել աշխատատեղեր։ Ծրագիրը տվյալ ծրագրի շրջանակներում տրամադրվում է շահառուին դրամաշնոր, գործարար ծրագրով նախատեսված ծախսերի 70%-ի չափով, սակայն ոչ ավելի քան 2 միլիոնն է։ Իսկ շարունակականության դեպքում գործարար ծրագրի շարունակական լինելու ամիս մինչև 12 ամիս տևելու եւ շարունակվելու եւս 6 ամիս այդ պարագայում տարեկան շրջանառությունը եթե կազմի առնվազն 3 միլիոն, ապա շահառուին տրամադրվում է հիմնական միջոցների ծախսերի փոխհատուցում նաեւ մինչև 1 միլիոնի չափով։ Տվյալ ծրագրի շրջանակներում նաեւ աջակցություն է տրամադրվում ծառայություններ մատուցող կազմակերպություններին, ապահովելով որակյալ ուսուցում եւ ուղեկցում, մասնավորապես յուրաքանչյուր շահառուի մասով բիզնես ուսուցման արժեքը կարող է կազմել մինչեւ 300,000 դրամ, իսկ ուղեկցման համար, ծառայությունների մատուցման համար մինչեւ ֆիքսված արդեն մինչեւ 60,000 դրամ։
Վստահաբար կարող եմ ասել, որ նման ծրագրերը ձևավորում են ավելի ինքնուրույն, կայուն եւ դիմակայուն հասարակություն։ Ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում որպես վիճակագրական տվյալներ, որպես այդպեսին չկան, որովհետեւ մեկնարկը տրվել է վերջերս, մոտ 1 ամիս է արդեն իսկ մեկնարկը տրված է։ Ուղղակի կարող եմ որպես վիճակագրություն հայտնել, որ ընդգրկված շահառուներ ունենք, որոնք արդեն բավարարել են բոլոր այն որոշման պահանջներին համապատասխան 153 անձ, որոնք արդեն ընդգրկված են ցուցակներում եւ ունենք 5 կազմակերպություններ, ծառայություններ մատուցող, որոնք իրականացնելու են բիզնես ուղեկցում եւ բիզնես դասընթացների կազմակերպումը։